Այսօր անդրադառնում ենք մի կարևոր ու ցավալի թեմայի, որը կրկին ուշադրության կենտրոնում է դրել բանակի անվտանգության հարցերը։ Դեկտեմբերի 12-ին զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահվան դեպքը նոր հարցադրումներ է առաջացրել թե հանրության, թե ռազմական կառույցների շրջանում, կապված ծառայության միջավայրի, վերահսկողության, անվտանգության և համակարգային բարեփոխումների անհրաժեշտության հետ։ Այս տեսանյութում մենք ամբողջությամբ հիմնվելու ենք պաշտոնական տվյալների, հաստատված տեղեկատվության և ստուգված փաստերի վրա։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 12-ին ժամը մոտ 16:00-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին հրազենային վնասվածքով։ Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։ Սա այս պահին միակ հաստատված տեղեկատվությունն է և հենց դրանով է ձևավորվում հետագա ամբողջ քննարկման հիմքը։ Կարևոր է շեշտել, պաշտոնական աղբյուրների հրապարակումները այսպիսի դեպքերում հանդիսանում են ամենահավաստ և ստուգված տեղեկատվությունը։ Այս պահին կարելի է միայն փաստել հետևյալը. դեպքը գրանցվել է զորամասում կամ ծառայության վայրում։ Պաշտոնապես հաստատված է հրազենային վնասվածքի առկայությունը։ Քննչական մարմինները ուսումնասիրում են միջադեպի բոլոր մանրամասները, հրապարակված չէ որևէ եզրակացություն պատճառի կամ մեղավորների վերաբերյալ։ Այս փուլում քննությունը կարող է դիտարկել տարբեր հնարավոր հանգամանքներ ըստ իրավական պրոցեսի, ներառյալ առօրյա ծառայության կարգը, անվտանգության կանոնների պահպանումը, հոգեբանական վիճակը, ծառայության պայմանները և այլ գործոններ։ Անվտանգության և իրավական կարգավորումների համաձայն զինծառայողի մահվան ցանկացած դեպք անմիջապես փոխանցվում է նախաքննական մարմիններին։ Քննությունը ներառում է հետևյալ փուլերը. դեպքի վայրի զննություն, ծառայակիցների ու վկաների հարցաքննություն, արձանագրությունների կազմում, փորձաքննությունների նշանակում, դատաբժշկական, բալիստիկ և այլն, ներհամակարգային ծառայողական քննություն։ Այսքանով սահմանափակվում են այն պաշտոնական գործընթացները, որոնք կարող են նշել առանց ենթադրություններ կատարելու։ Հայաստանի զինված ուժերում գործում են անվտանգության մի շարք պարտադիր կանոնակարգեր, որոնց նպատակն է կանխել նմանատիպ միջադեպերը, հրազենի պահպանման և օգտագործման խիստ կանոններ, հերթապահական պարտականությունների հստակ կարգավորում, վերադասների պատասխանատվություն, վերահսկողության նկատմամբ հոգեբանական ծառայությունների ներգրավվածություն։ Միջազգային փորձի համաձայն անվտանգության նման համակարգերը մշտապես բարելավում են ու դարձել են ցանկացած բանակի հիմնարար բաղադրիչ։ Միջազգային փորձում նման դեպքերը դիտարկվում են մի քանի հնարավոր իրավական ձևակերպումների ներքո՝ ծառայության ընթացքում պատած դժբախտ դեպք, անվտանգության կանոնների խախտում, անզգուշություն կամ վստահված գույքի ոչ պատշաճ օգտագործում, այլ հանգամանքներ, որոնք գնահատվում են փորձաքննություններով։ Քննությունը որոշում է դեպքի իրական պատճառը փաստերի հիման վրա։ Բանակի անվտանգության համակարգը ներառում է մի քանի ուղղություն՝ տեխնիկական վերահսկողություն, հրազենի պահեստավորման անվտանգ պայմաններ, ներքին կարգապահության վերահսկողություն, հոգեբանական աջակցություն ու պարբերական զրույցներ ծառայողների հետ, հրահանգավորման ծրագրեր։ Սրանք այն մեխանիզմներն են, որոնք գոյություն ունեն և շարունակաբար արդիականացվում են։ Ժամանակակից բանակներում մեծ ուշադրություն է դարձվում հոգեբանական առողջությանը, ձևավորվում են անհատական զրույցներ ծառայողների հետ, հոգեբանական գնահատում, աջակցման ծրագրեր, միջավայրում առաջացած խնդիրների լուծման մեխանիզմներ։ Այս փորձը մեծապես կիրառվում է ԱՄՆ-ում, Իսրայելում, Ֆրանսիայում, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք երկրներում։ Յուրաքանչյուր ծառայողական միջադեպ դիտարկվում է պատասխանատվության մի քանի աստիճանի տեսանկյունից՝ անմիջական հրամանատար, ստորաբաժանման ղեկավար, զորամասի հրամանատարական կազմ, համապատասխան վերահսկողական կառույցներ։ Այս համակարգը նպատակ ունի ապահովել թե վերահսկողություն, թե թափանցիկություն։ Նման դեպքերում Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը կարևոր դեր ունի։ Այն կանխում է ապատղեկատվությունը, ապահովում է թափանցիկություն, թույլ է տալիս հասարակությանը ստանալ ստուգված տվյալներ, նվազեցնում է սոցիալական լարվածությունը։ Արժևորումը կարևոր է, քանի որ բանակային թեմաները միշտ մեծ զգայունություն են առաջացնում։ Նման դեպքերի ընթացքում իրավապաշտպան կազմակերպություններն ու դիտորդական խմբերը հաճախ հետևում են գործընթացին, ներկայացնում առաջարկություններ, վերահսկում են, որքան թափանցիկ է քննությունը և արդյոք ապահովված են զինվորների իրավունքները։ Վերջին տարիներին իրականացվում են մի շարք բարեփոխումներ, անվտանգության տեխնիկական միջոցների արդիականացում, նոր վերահսկողական մեխանիզմներ, ծառայողների հոգեբանական աջակցության զարգացում, կարգապահական բարեփոխումներ, լիարժեք ծառայողական վերահսկողության ամրապնդում։ Հասարակության մոտ բնականաբար առաջանում են հարցեր. ինչպես է տեղի ունեցել միջադեպը, պահպանվել են անվտանգության կանոնները, ինչպես են վերահսկվել ծառայողական ընթացակարգերը, ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ։ Այս հարցերը բնական են
եւ հենց քննությունն է տալիս դրանց պատասխանները։ Մինչ քննության ավարտը չկան վերջնական եզրակացություններ, պաշտոնական աղբյուրներն են միայն, վստահելի աղբյուրը։ Մամուլով եւ սոցցանցերով տարածվող չստուգված լուրերը չեն արտացոլում իրական պատկերը։ Քննությունը իրականացվում է օրենքով սահմանված կարգով, եւ դրա նպատակն է հայտնաբերել միջադեպի իրական պատճառը, բացահայտել հնարավոր խախտումները, ամրագրել պատասխանատվության հարցերը, բարելավել անվտանգության համակարգը։ Հասարակությունը եւ պետությունը միասին են ձևավորում անվտանգ բանակի պահանջը, սոցիալական արձագանքը, հրապարակային քննարկումները եւ վերահսկողության պահանջը նույնպես կարեւոր դեր ունեն բարեփոխումների ընթացքում։ Ապագա բարեփոխումները կարող են ներառել տեխնիկական վերահսկողության համակարգերի ել ավելի արդիականացում, հոգեբանական ծառայությունների ընդլայնում, ծառայողական կարգապահության ուժեղացում, իրավական եւ ներքին ընթացակարգերի վերանայում։ Սմբատ Կիրակոսյանի մահվան դեպքը խոր ցավ է առաջացնում, սակայն նման իրավիճակներում կարևոր է պահպանել փաստերի հիման վրա մոտեցումը, չտարածել չստուգված տեղեկություններ եւ սպասել քննության պաշտոնական արդյունքներին։ Այս դեպքը կրկին հիշեցնում է մեզ, թե որքան կարևոր է բանակում յուրաքանչյուր զինծառայողի անվտանգությունը ու բարեկեցությունը։ Բանակը միայն պաշտպանական կառույց չէ, այն գոյության կարևորագույն հենասյուներից մեկն է, որտեղ ծառայում են երիտասարդներ, ովքեր վստահված են պետությանը, հրամանատարությանը եւ ողջ հասարակությանը, եւ հենց այդ պատճառով է, որ ցանկացած միջադեպ, հատկապես մահվան ելքով, ստիպում է վերանել մեր մոտեցումները, գնահատել անվտանգության իրական աստիճանը եւ անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերը հնարավորինս բացառվեն։ Այսօր մենք ունենք միայն պաշտոնական հաստատված փաստեր եւ կարեւոր է մնալ դրան շրջանակում։ Քննությունը դեռ ընթանում է եւ դրա նպատակն է բացահայտել ճշգրիտ պատճառները առանց ենթադրությունների ու անհարկի եզրակացությունների։ Սա անհրաժեշտ է ոչ միայն իրավական ու ծառայողական արդարությունը վերականգնելու համար, այլ նաեւ հանրային վստահությունը պահպանելու համար, քանի դեռ քննությունը ամբողջական չէ, ամեն պատասխան ունի միայն մեկ աղբյուր՝ պաշտոնական հաստատված տեղեկատվություն։ Միաժամանակ նման դեպքերը դառնում են լայն քննարկումների հայելին, հասարակությունը բարձրաձայնում է իր հարցերը, ընտանիքները պահանջում են հստակություն, իսկ պետությունն ու համակարգը ստիպված են նորից ու նորից վերանայել անվտանգության մեխանիզմները։ Սա ցավալի, բայց կարևոր գործընթաց է։ Յուրաքանչյուր միջադեպ բերում է նոր դասեր, նոր բարեփոխումներ ու նոր հստակեցումներ, որոնք նպաստում են անվտանգ բանակ ստեղծելու երկարատև ճանապարհին։ Անվտանգ բանակ կառուցելը մեկ օրվա գործընթաց չէ, դա համակարգային, շարունակական եւ համատեղ աշխատանք է պետության, հասարակության, զինվորական կառույցների եւ քննիչ մարմինների միջև։ Երբ բոլորը գործում են միասին, ավելի հեշտ է ստեղծել այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր զինծառայող պաշտպանված է, ապահովված է վստահ, որի իրավունքներն ու անվտանգությունը կարևոր են պետության համար։ Եվ վերջում, մեր պարտքն է հիշել, որ նման դեպքերի հետևում կանգնած են իրական մարդիկ, ընտանիքներ, կեսից կտրված ճակատագրեր։ Այդ պատճառով ցանկացած հրապարակային քննարկում պետք է լինի զգույշ, հարգալից եւ միայն փաստերի հիման վրա։ Դրա շնորհիվ մենք թե պահպանում ենք մարդկային արժեքները, թե նպաստում ենք անվտանգ, ուժեղ եւ ավելի կազմակերպված բանակ ունենալուն։ Մենք պարտավոր ենք կառուցել այնպիսի համակարգ, որտեղ յուրաքանչյուր զինծառայող իմանում է, որ իր անվտանգությունը առաջնային է, եւ միայն այդպես կարող ենք քայլել դեպի ավելի խաղաղ, պաշտպանված եւ վստահելի ապագա։